Մեր բնակչության անպտղությունը 18.2% է, ցուցանիշը Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամն է ներկայացրել տարեկան զեկույցում։ Միջազգային հեղինակավոր մասնագետները նշում են, առաջնային անպտղությունը մեր երկրում 2.7% է, երկրորդայինը, այսինքն կանխարգելելին 15.5%։ 1%-ային գետը ավելացում է տեղի ունեցել, առաջնային անպտղության ցուցանիշը նվազել է։ Դա լավ է, բայց նշեմ, որ երկրորդային անպտղության խնդիրը լուծելը ավելի հեշտ է, քան առաջնային։ Աճ կա, դա այնքան էլ լավ ցուցանիշ չէ, այնքան էլ լավ ցուցած նորություն չէ Հայաստան պետության համար։ Իսկ որոնք են անպտղության ավելացման պատճառները։ Առողջապահության փորձագետը հարցից շփոթվեց, ասաց այնքան շատ են, որ նույնիսկ առաջնահերթության կարգով չգիտի, որն առանձնացնել, որը ոչ։ Մենք դրդում ենք մարդկանց, որ իրենք գնան արհեստական բեղմնավորման այդ ճանապարհով ունենան բալիկներ, երբ որ մինչև դրան հասնելը ունեն բազմաթիվ խնդիրներ, բորբոքային հիվանդություններ, զույգում կին տղամարդ, հորմոնալ հիվանդություններ, զույգում կին տղամարդ, այդ ամեն ինչը պետք է բուժեն մինչև հասնել արտամարմնային բեղմնավորման։ Այսինքն, եթե մարդը չի դիմում արտամարմնային բեղմնավորման ծրագրին, մնացած բոլոր միջամտությունները, երբ որ դիմում են, դրանք բոլորը վճարովի են, նաև ապահովագրությունը չի ծածկում անպտղության հետ կապված ծախսերը, ստացվում է, որ դա բավականին մեծ ծախս է, թե անալիզները, թե բուժումները։ Անպտղության ցուցանիշից բացի մի նոր վիճ տվյալ էլ կա։ Հայաստանի ընտանիքների 60%-ից ավելին երեխա չունի, իսկ 3 եւ ավելի երեխա միայն 7%-ն ունի։ Այս պատկերը զարմացնում է ժողովրդագրագետին, առաջին անգամ է տեսնում մեր վիճ կոմիտեում երբեք նման տվյալ չի եղել, պնդում է։ Քանի որ նախորդ ցուցանիշներ չեն եղել, ինչ դժվար է հիմա գնահատական տալը։ Այսինքն համատական դեր ինքը չունի, էլի։ Բայց եթե կա ուրեմն նա պետք է այդ ցուցանիշը եւս հետազոտության ժամանակ պետք է ներառել, կարգավիճական կոմիտեն եւս սա պետք է ուշադրություն դարձնի։ ՄԱԿ բնակչության տվյալները նաև հաղորդում են, որ այնուամենայնիվ մեր զույգերն այսօր առավել շատ ուզում են ունենալ 3 երեխա։ Հիմնավորել են ընտանիքը կայուն կլինի, դաստիարակության գործը առավել արդյունավետ։ Բայց հիշենք նաև, որ օրինակ այս տարեսկզբին հունվար-փետրվարին ունեցել ենք 4928 ծնունդ ու միաժամանակ 4919 մահ, այսինքն գրեթե հավասար ցուցանիշներ, ծնելիություն ընդամենը 9-ով ավելի։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։